Համեցեք, նստեք։ Հիմա մենք առաջին քայլը պետք է կատարենք հետևյալ սկզբունքով, որպեսզի մենք դիտարկենք բոլոր թեկնածուներին, 11 թեկնածուներ են հայտ ներկայացրել եւ մենք ըստ թեկնածուների անվանական պետք է դիտարկենք եւ պայմանավորվենք այս սկզբունքով, ովքեր որ չեն ներկայացրել, իր գործերի չեն կանոնադառնա, ովքեր ներկայացրել են, նրանց մասին արդեն հստակ ըստ հերթականության կասենք, թե ով ինչ խնդիր ունի մրցույթին, այսօր մրցույթին մասնակցելու համար։ Մրցույթի գործընթացը կարգը կանենք հետևյալ կերպ։ Այս ընդհանուր մեր զրույցից հետո հերթով մոտենում եք, տոմս եք վերցնում, պատրաստում եք եւ պատասխանում եք, այնուհետեւ այդ ամբողջ պրոցեսը մեր կողմից ձայնագրվում է եւ պատասխանները արդեն ընդհանուր կարգը ձեզ բացատրենք եւ ձեզ համար պարզ կլինի ամբողջ ընթացակ կարգը։ Քննության հերթականությունը կարծում եմ ճիշտ կլինի, որ հենց արևելական կարգով արենք, որպեսզի որոշումները ինչու առաջինը կամ ինչու վերջինը։ Արևելական կարգով, բայց եթե դուք բոլորով միասին այլ առաջարկություն անեք, մեր կողմից, հաջորդ կողմից կարծում եմ, որ այս առաջարկություն չի կարող լինել։ Անկաշկավ պետք է լինել, հանգիստ պատրաստվեք, հարցերին պատասխանեք, որից հետո արդեն կանցնենք հաջորդ փուլ։ Հիմա ես ըստ իմ ձերքիտակիվացրական մեր ինչ ես ուզում ասել, մի մասնակիցներ բացակայում է, ով է այդ մասնակիցը։ Վարդան Մանկոյանը։ Վարդան Արմեդացյանը դիմում է ներկայացել, որ հրաշագործի մասնակից։ Շատ լավ, երբ մենք հերթով ըստ մասնակիցների գնանք, նաև մեր իրավաբանական վարչությունը ուսումնասիրել է ձեր բոլոր գործերը, անհրաժեշտության դեպքում ներկայացումներ են կատարել, որպեսզի ամբողջ փաստաթղթերը պատրաստ լինեն։ Բնականաբար բոլորիդ մասին բարձր կարծիք ունեմ, ձեր մեջ կան այնպիսի թեկնածուներ, ովքեր որ իսկապես արժանի են, որ մենք հետագայում եթե նույնիսկ այս մրցույթի պայմաններին քննության պայմանների չբավարար դեպքում կլինեն այնպիսի մարդիկ, որ մենք հրավիրել և փորձենք առանձին համագործակցել, այսինքն պոտենցիալը, որը անհրաժեշտ կլինի մեզ օգտագործելու, կարծում եմ այդ առիթից մենք օգտվենք հետագայում ձեզ հրավիրելով և ձեզ հետ զրուցելով։ Բարսեղյան, Վարանցով, Մելքոնի։ Ես եմ։ Խնդիրներ չունենք, չէ՞, իրենց գործերի հետ կապված խնդիրներ չունենք։ Դումիկյան, Ալբերտ, Դումիկին։ Ես եմ։ Դուք եք մենք ձեզ նախապես ձեզ հետ զրուցել էինք և դուք խնդիր ունեք տարիքի հետ կապված և քաղաքացիության հետ կապված ձեզանից պետք է ներողություն խնդրենք և դուք այսօր հնարավորություն չեք ունենա քննությանը մասնակցել։ Պարզ է, ձեզ նախապես տեղեկացրել է։ Ես ուզեցա Դուք կարող եք հիմա նստել, միևնույն է հետո բոլորը դուրս են գալու։ Կարապետյան Արայիկ։ Ես եմ։ Դուք եք խնդիր ունենք։ Այո։
Կարապետյան Արեգ, ի՞նչն է խորհուրդը։ Աշխատանքային ստաժի կապված։ Ձեր աշխատանքային ստաժի կապված խնդիրներ նախորդ տեղեկացրել եք։ Նախորդ տեղեկացրել եք, ձեզ նույնպես ցավոք սրտի իհարկե շատ ունեմ, բայց մեզ օրենքը եւ կարգերը հնարավորություն չեն տալիս, ձեզ նույնպես չեք թույլատրելու այսօր մրցույթի մասնակցել։ Կարապետյան դեպքին օրենքի դեպքի եք, որից առավելություն չունեք, նստեք։ Համապատասխանում է վեր գործերը։ Կարապետյան Հայկաս Մերեժանից, խնդիր չունեք, չէ՞ որից ամեն ինչ նորմալ է։ Հակոբյան Գագիկ Շմավոն, դուք եք, որից է խնդիր ունեք, չունեք որից է խնդիր, Հովանեսյան Հրաչյա պատվականը, Մամիկոնյան Վարդան բացակայ, ներգնաբանությունը չեք տալիս, Շաբոյան Գարնիկ Անդրանիկը, Գարնիկնա, խնդիրներ չունենք Գարնիկի հետ, Ստեփանյան Պարքև Անուշարյան, դուք եք, խնդիրներ ունենք Չունենք, շատ լավ, հարգելի դիմորդներ, ընդհանուր այն ես ինչ-որ ասացի, լաստինի կազմամիջից չունենք, հիմա ինչու ենք մենք ձեզ հերթով հրավիրելու, որտեղ հնարավոր է հարցեր ունենք կրկնվող, դուք առանձին հնարավորություն ունենք տոմս վերցնելու, նստելու, պատրաստելու և պատասխանելու։ Հիմա խնդրում եմ դուք հայտարարեք հերթականությունը, որպեսզի իրենք իմանան, թե ինչ հերթականություն է հիմա Պարոն Բարսեղյանը մնա, եսներին դուրս հրավիրեն, ինչև ըստ հերթականության ներս կգալու։ Ըստ որում կարելի է նաև առանց պատրաստվելու պատասխանել։ Չէ, թող տոմս վերցնի։ Մոտեցեք։ Օպերատորին ուրեմն դուք նույնպես արեք, որ խոսողը անընդհատ երևա և հատկապես երբ մասը տոմս վերցնելու և ալի, դուք ճիշտ կողնորոշվեք և ամբողջ պրոցեսը պարեք։ Դեն մեզ հեռարձակում ունենք, Եվ ընտեցվեցեք, բանավերամուտ ասեցի, բարձրանային վերակի կարապի, ձեզ ջուր խմելով հնարավորություն, բացի ծխելուց բոլոր հնարավորությունները ձեզ նզարմիելու է, եթե նույնիսկ դեղի անհրաժեշտություն կունենաք, ինչ-որ անհավստություն, մենք ձեզ պատրաստ ենք Հիմա դուք այնպես դիրքավորվեք, որ հենց իրա վրա լինի, որպեսզի թափանցիկությունը ապահովի։ Առաջին անգամ չի բացել։
Դուրս եկեք դուրսը խոսեք։ Ո՞վ է նստած։ Դուրս եկեք։ Ես ձեզ դուրս եմ հրավիրում։ Այո։ Ամենատարբեր կազմվածը 10 տողից, 10 հացի, յուրաքանչյուր զուգարակից 10 բալ է, որը ինչ-որ պետք է գնահատեք։ Յուրաքանչյուր հարցը 10 բալային սիստեմով է գնահատվում և մասնակցի պատասխանը հնչելուց հետո անմիջապես դուք դրանում եք անում կլորակի մեջ վերցնելով ձեր նախընտրած թիվանշանը։ Եթե մեկ տողի վրա կատարվում է 2 գրառում, այսինքն օրինակի համար պատահաբար ընտրվում է երկրորդը և 9-րդ բալերը, մենք այդ դեպքում ամենանվազագույն թվանշանն ենք հաշվի առնում և ինտերնետում նվազագույնն ենք։ Հարցեր կան լրացման կապված։ Անմիջապես ստորագրում եք այսպես ամենատարբերի վրա, նաև ստորագրության հատվածն այդտեղը ստորագրում եք և այլ ոչինչ չեք անում։
Պատրաստ եք պատասխանել։ Ջուր չեք ուզում։ Ուրեմն դες երեզմանում տեղեկացնում եմ բանվասյանը, որ դուք հնչեցնում եք հարցը, ասում եք հարցածանց առաջին, հարց համար առաջին, հնչեցնում եք հարցը, հետո շեշտում եք պատասխանը, ասում եք պատասխանը։ Մենք արձագանքում ենք դեր պատասխանում ենք, ճիշտ է, թերի է, սպանը, հետո ասում եք հաջորդ հարցը։ Եվ մեկ վարքյան, ապահովել եք։ Այո, տեսանի, ձայնագրի ճնյացնից հետո անմիջապես ներկայանում եք և սկսում եք կարդում եք հարցատոմս համար առաջին և ներկայանում եք անվանում։ Ներկայանում եք անուն, ազգանուն, հարցատոմս և հարց համար առաջին։ Վարանցով Մելքոնի Բարսեղյան, հարցատոմս համար 1։ Հարց համար առաջին։ Հարց համար 1։ Որ դեպքում ազգային ժողովը իրավունք չունի անվստահություն հայտնել կառավարությանը։ Ազգային ժողովը իրավունք չունի պատասխան ազգային ժողովը իրավունք չունի անվստահություն հայտնել կառավարությանը պատերազմի դրություն հայտարարելու։ Ռազմական դրության ժամանակ։ Հարց 2. Որ պաշտոն է համարվում ընտրովի և ով է սահմանում ընտրությունների անցկացման կարգն ու պայմանները։ Պատասխան։ Ընտրության միջոցով նշանակված պաշտոնը դա ընտրությունների համարվում է ընտրությունների միջոցով նշանակված պաշտոն։ Նշանակված պաշտոն ընտրությունների կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով և տվյալ կազմակերպության կանոնադրությամբ։ Հարց 3. Հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն որտեղ կարող են հրապարակել ֆինանսական հաշվետվությունները։ Պատասխան. Հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվապահական ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակել մամուլում, ինտերնետում և գրքույկներում։ Հարց 4. Ինչ է նշանակում կենսաբանական տեխնոլոգիա, կենսատեխնոլոգիա։ Պատասխան. կենդանական օրգանիզմների նրանց օրգանիզմների կենսաբանական պրոցեսների օգտագործում են եկայք բնագավառում։ Հարց 5. Ինչ է ինչպես Միան ձեր մտքով բացատրեք, ես լավ կենդանական օրգանիզմներ ինչ է նշանակում կենսաբանական տեխնոլոգիա, կենսատեխնոլոգիա, կենսաբանական տեխնոլոգիա, դա նշանակում պատկերացման բասա, մի հիշի։ Կենսաբանական պրոցեսների օգտագործում են։ Խոսքը ինչի մասին է, կարող եք ասել։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը վերաբերում է կենդանի օրգանիզմների վերաբերյալ, կենդանական աշխարհի վերաբերյալ։ Եվ կենսաբանական պրոցեսների օգտագործումը տարբեր բնակավարներում։ Պատասխանը թերի էր։ Անցեք հաջորդ հարց։ 5-րդ հարց, ամեցեք։ Ինչ է նշանակում կենդանական աշխարհի պաշար։ Աշխարհագրական որոշ հատվածներում կենդանիների և նրանց առանձնյակների օգտագործման ենթակա քանակություն։ Կենդանական աշխարհի պաշարներ նշանակում է աշխարհագրական որոշակի տարածքում կենդանիների օգտագործողների և համակեցությունների օգտագործման ենթակա Ես որպեսզի ցույց կարծիք չլինի, ես ինչու եմ ճիշտ պատասխանը հնչեցնում, որտեղ մեր կարգը սահմանել է, որ եթե պատասխանը թերի, ապա պետք է ճիշտ հարցի պատասխանը հնչեցվի։ Այսինքն ես չեմ ուզում ձեզ միջանտեմ, ուղղակի ճիշտ պատասխանը հնչեցվի։ Ինչ տեղեկատվություններ է գրանցում բույսերի կարմիր գրքում։ Բույսերի կարմիր գրքում գրանցում է հազվադեպ և անհետացող բուսատեսակների, դրանց քանակի պակասացումը, բնական պայմանների վատթարացումը և անհետացման վտանգի վերաբերյալ եղած տեղեկատվություն։
Արդյոք ճիշտ պատասխանը։ Բույսերի կարմիր գրքով գրանցվում են ազվագյուտ, անհետազման եզրին գտնվող բույսերի և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին տեղեկատվություն։ Դուք ինձ մի կրկնեք, ես մենք ձեր պատասխանը լսել։ Պատասխանը թերի է, համեցեք հաջորդ հարցը։ 7-րդ հարց։ Ով է սահմանում գյուղատնտեսական արտագործական նպատակներով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիատալու և պայմանագրերի կարգեր։ Պատասխան։ Գյուղատնտեսական արտագործական նպատակներով բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրերի լիցենզիաների կարգ է սահմանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ինչ է Անտարկտիկա։ Հարց. ինչ է Անտարկտիկա։ Պատասխան. Անտարկտիկա անտառային տնկիներով հիմնած անտառների անտառաշերտերն են, որոնք ունեն անտառվերականգնողական, անտառպաշտպան, հողապաշտպան, դաշտապաշտպան նշանակություն։ Անտարկտիկը անտառային ծառատեսակների տնկիներով հիմնած հիմնադրված արհեստական անտառ կամ անտառշերտն է, որն ունի անտառվերականգնողական, դաշտապաշտպան, հողապաշտպան և այլ նշանակություն։ Ով է սահմանում պետական կազմակերպություն, ով է հանդիսանում պետական կազմակերպության հիմնադիրը։ Պատասխան. պետական կազմակերպության հիմնադիրը ով է հանդիսանում պետական կազմակերպության հիմնադիրը։ Պետական կազմակերպությունը հիմնադիրը համարվում է պետական լիցենզավորված կազմակերպությունը հիմնադիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը իրենս կառավարության, պետական կազմակերպության լիազորված պետական մարմին, պետական կառավարության մարմին և հիմնադիր գործադիր տնօրեն։ Գործնական ճիշտ պատասխանը պետական կազմակերպության հիմնադիր, այսի շատ հեշտ հարցեր իմիջիայնով, պետական կազմակերպության հիմնադիր կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետությունը իդեմս կառավարություն։ Այս ամենաթույլ պատասխանները, այս բոլոր ամենահեշտ հարցներ և ամենաթույլ պատասխանը։ Համեցեք։ 10-րդ որոնք են պետական կառավարման մարմինները։ Պետական կազմակերպության կառավարման մարմինների հիմնադիրը լիազոր պետական մարմին, կառավարման խորհուրդը և գործադիր տնօրենը։ նորից կարդացեք հարցը։ Պետական կազմակերպության կառավարման մարմիններն են։ Հիմնադիրը, պետական լիազոր պետական մարմինը, կառավարման խորհուրդը և գործադիր տնօրենը։ Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում է հիմնադիրը, նրա լիազորված պետական մարմինը, տնօրեն, նախագահ, ռեկտոր և այլն։ Եղավ, շնորհակալություն, կարող եք սպասել։ Thank you.
Մատմենի պրոյոզը։ Դուք սպասեք դրսում, մենք համ Հաջորդը նարակ հրավիրեք և մի Քանի մասնակից ամնացել։ Երեքը մնացի, Հովագինա Շաբոյան Ստեփանյան։ Ես ամեն էլ չուշացրես, հենց դենում ես ավարտվում, ես իշտատ կանչ։ Մոտեցիք որ նայք, ձևավորում ձեր հարցաշարը։ Ասը պատահական հարց։ Համակարգից դուրս եկած հարցաշարերը, այս հարցաշարերը ոչ մի նշան չեք անում, միայն դուք ձեր անունը եւ ազգանունը։ Բոլոր նշանները կատարվում են այնտեղ դրված թղթերի վրա։ Կարծիքով պարոն Հովակիմյան առաջին անգամ չի քննություն։ Այս ֆորմատով առաջին անգամ։ Վերցրեք հարցաշարերը պրինտերի միջից եւ նստեք այստեղ սպասեք։ Ձեզ կտրվի 20 րոպե ժամանակ, 5-5 ձեր ժամանակը կստանաք։ Բացի ծխելուց ինձ ամեն ինչը կողորվել է, ջերմորակայս, անհասկանալի հարցերի բարձրապանումները։ Եթե դեղին անհրաժեշտություն դրանք նաև դեղորակով։ Դուք ժամանակում եք 20 րոպե պատրաստելու համար, բայց եթե ավելի շուտ պատրաստում եք ավելի շուտ, որից հետո մեզ կասեք, ձայնագրիչի միացնում ենք ու կասենք հետո ինչ ձևով շարժվում։
Իդեշն պրոցեսի դրանց։ Ումիջ բան իրավունք ունեն։ Բայց ումիջը ոնց անակ երկան մարդկանց սպասասնի որ Ժամանակ անցին։ Անց 40 էր։ Չէ, անց 40 էր, ուղիղ 5-ի։ Մոտեցեք, ինչ եք անում հիմա, երբ որ տնասպից ձայնագրիչը ներկայանում է
Մինչև ես չարձագանքեմ, չանցնենք հաջորդ հարցին, սխալ պատասխանի դեպքում ես ընտրեցում եմ պատասխանը և ասում եմ անթերի է, թերի է, պատասխան չկա։ Նոր հետո ասում ենք հաջորդ անեցք։ Միշտ ներկայանալը ուզում եմ ողջունել բոլորիդ, պարոն նախարար, Մազարեգովի անդամներ, ձեզ հաջողորեն իմաստում, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ազգական կազմակերպությունների, լրատվամիջոցների, այս ամենը լուսաբաներու։ Ոնց է լրաժեշտի ելույթ։ Այս ամենը լուսաբաներու և թափանցիկությունները։ Ինչ հաջողորեն ամբողջ օրը աշխատում ենք։ Ես էլ ասի տեղես։ Մասնակիցներին ցանկանում եմ հաջողություն։ Հաջող ներկայանամ, ես հրաչապատվական Հովհաննիսյան եմ, եկել եմ մասնակցելու Խոսովի անտարպետական արգելոցի տնօրենի Թափուր պաշտոնի անցկացողություններին, այժմ ասեմ հարցերի։ Ովքեր չունեն ընտրելու և ընտրվելու իրավունք։ Հարցատոմս համար 5, հարց համար առաջին։ Հարց համար առաջին։ Չէ, հարցատոմս համար 5, Հարցատոմս համար 5, հարց առաջին։ Ովքեր չունեն ընտրելու և ընտրվելու իրավունք։ Դատարանի միջոցով անգործունակ ճանաչված քաղաքացիները չունեն ընտրելու և ընտրվելու իրավունք։ Անթերի էր պատասխանը, ասեք հաջորդ։ Հարց երկրորդ։ Որ մարմիններն են իրականացնում աշխատանքային օրենսդրության պահպանանկատմամբ հսկողություն և վերահսկողություն։ Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կոդեքսի պայմանագրերի բաժնի կատարման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնում են համապատասխան պետական մարմինները, իսկ ոչ պետական վերահսկողություն հարստակցական միությունները և գործատուները։ Հարցը անթերի է, Ինչ է սեփական կապիտալը։ Սեփական կապիտալը կազմակերպության ակտիվներ են պարտավորությունները անելուց հետո։ պատասխանը անթերի է, Հարց չորրորդ։ Ինչ է բուսական գենոֆոնդը։ Բուսական գենոֆոնդը բուսական տեսակի ժառանգական հատկարիչների և դրանց դրսևորումների ամբողջականությունն է։ Հարց 5-րդ։ Որոնք են հատուկ նշանակության անտառները։ Հատուկ նշանակության անտառներն են Բնության հատուկ ապահով տարածքներում ընդգրկված անտառները, ռեկրեացիոն առողջարարական անտառները, քաղաքային և քաղաքամերձ անտառները, պատմական և գիտական արժեք ներկայացնող անտառները, սահմանային ռազմական նշանակության անտառները և սանիտարական գոտիները պահպանող անտառները։ Այո, հարցը ոչ, պատասխանը ոչ ամբողջը, ոչ անթերի էր, այսպես ասեմ, լավ էր, բայց ոչ անթերի, ոնց որ են նախորդները, բայց ճիշտ էր, համեցեք։ Հարց 6-րդ. Որոնք են կենդանական աշխարհի օգտագործման նպատակները։ Կենդանական աշխարհի օգտագործման նպատակները հետևյալն են. գյուղատնտեսական, արդյունագործական, սոցիալական, գիտահետազոտական, կրթական, բնապահպանական և գեղագիտական։ Որոնք են անտառի տնտեսության վարման նպատակները։ Անդառժինական նախագծերով նախատեսված համալիր միջոցառումների իրականացման միջոցով անտառների կայուն կառավարման ապահովումն է, անտառների արտադրողականության բարձրացման ուղղված միջոցառումների իրականացման ապահովումն է, կենսաբանական բազմազանության պահպանությունն է և պատմական և բնական հուշարձանների պահպանությունն է։ Հաջորդ հարցը 8-րդ հարցն է, ինչպես է իրականացում անձնասմունքը Խոսովի անտառ պետական արգելոցի։ Այս ակը սուրբ մասնագիտական գործ է, Խոսովի անտառ պետական արգելոցի տարածք անձնասմունքը թույլատրում է Խոսովի անտառ պետական արգելոց պողակի գործադիր մարմնի կամ դրա լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերը։ Ինչ կարգով է տնագացում տարածում պետական կազմակերպության սեփականության վրա։ Պետական կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագործում տարածվել միայն դատական կարգով։ Ճիշտ է, պատասխանը։ Եվ հարց 10-րդ ինչ լիազորություն ունի պետական կազմակերպության գործադիր մարմինը։
Պետական կազմակերպության գործադիր մարմինը բանտերում բացում է հաշվարկային հաշիվներ, կատարում է աշխատանքի բաշխում և տեղակայանի միջև։ Շնորհակալություն, սպասենք։ Սպասենք, всё։ Շատ ժամանակ չունենք։ Շնորհակալություն։ Շատ ընդունակ է, ես ժամանակին աշխատում չէ ժողք եմ ասում։ Իչի շատ տախնդիր է ու շատ կազմակերպական։ Բայց ժողովրդի ժամանակ։